Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի Մոսալա մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում անդրադարձել այն խոսակցություններին, որ խոսում են, քանի որ Ռուբինյանը բանակցողն է Թուրքիայի հետ, ընտրել են ազգային ժողովի նախագահի տեխնացու որպես ժեստ Թուրքիային։ Նրա խոսքով դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի հանդեպ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են ժողովրդի կողմից։ Պատմություն կերտեցինք միասին, անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, ծանր բաների միջով միասին ենք անցել, ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջին անգամ ելույթ ունենալով ազգային ժողովում։ Նա նշել է, որ լավ բաների համար է հպարտ, որովհետև այն ճամփորդություններն, իրադարձությունները, բանակցությունները, միջազգային հանդիպումները, որ իրականացրել են, միասին պատմական են։ Արտաքին գործերի նախարարությունն իր X-ի էջում հրապարակում է արել, որտեղ շնորհավորել է Բելարուսի ժողովրդին անկախության օրվա կապակցությամբ։ Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելարուսի բարեկամ ժողովրդին, ասվում է հրապարակման մեջ։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգ կենտրոն ՊԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ծայրահեղ շոկից տուժած Նյու Յորքի քաղաքային իշխանությունները բնակիչներին տարբեր լեզուներով տեղեկացնում են այն վայրերի մասին, որտեղ հնարավոր է զովանալ։ Ներկայումս քաղաքում ջերմաչափերի ցուցմունքները մոտենում են +38 աստիճանի, անոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ասֆալտը սկսել է հալվել, ճանապարհածածկույթն այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով»։ Խորվաթիայի հավաքականի գոլի չեղարկումը Պորտուգալիայի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակչի հանդիպման ժամանակ ճիշտ որոշում է եղել, քանի որ խաղից դուրս իրավիճակն արձանագրվել է հատուկ սենսորով, որը տեղադրված է գնդակի մեջ։ Այս մասին հայտնում է FIFA-ի մամուլի ծառայությունը X սոցիալական հարթակում։